Հարգմեր Աստծուն, պայներ քույրեր, թող Աստված փառավորվի մեր մեջ եւ իր անունը թող բարձրանա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, գիտեք, որ մենք ծնունդով ով ենք եղել, որպես Ադամից եղած սերունդ։ Գիտենք, որ Սուրբ Գիրքը, մենք ինչ որ գիտենք Աստծո խոսքից իհարկե։ Աստծո խոսքը ասում է, որ մենք մեր մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած էինք, ինքը մեզ կենդանացրեց։ Այսինքն մեր նախնական վիճակը նա էր, որ մենք մեռած էինք Աստծո առաջ եւ պատճառն էլ նշում է մեր մեղքերով եւ հանցանքներով մեռած էինք, ուրիշի մեղքերով չէ։ Եվ ոչ էլ հիվանդացած ու տկարացած էինք, որ մեզ պետք էր ուղակի զորանալ։ Ասում է, որ մեռած էինք, այսինքն մի հատ կետ, որտեղ ասենք ակնկալիք, մեռածից ինչ ակնկալիք կարող ենք մենք ունենալ։ Միայն այն, որ պետքա շուտ հողին հանձնել, որ ասենք բան չլինի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված այդ կետից մեր կյանքում բան է սկսում։ Մինչև այդ իհարկե դրա հեղինակը այդ մահվան եղել է մարդը, այսինքն մենք Ադամով մեր նախահայրը մեղք գործեց, Աստծու ասածին չհավատաց, Աստծուն մերժեց եւ սրանով իր մեջ մահը թագավորեց։ Եվ հիմա սիրելի եղբայրներ, քույրեր, այդ մահվան պտուղները մենք տեսնում ենք մեր կյանքում։ Մենք իհարկե ֆիզիկապես մեռած չենք, բայց մեր մեջ մեռած է Աստծու ճանաչողությունը, Աստծու հետ կապը խզված է։ Ադամի սերունդը այսպիսին է։ Ինչ է նշանակում, ինչի ենք ասում մեռած։ Հիմա մենք գիտենք Աստծու խոսքով եւ Տերը մեզ այս բանը բացել է, որ կյանքը նրանով է եւ կյանքը ինքն է։ Իսկ լինել Իրանից անջատ, Իրանից հեռացված նշանակում է կյանքից հեռացված, չէ՞, սա է մահը։ Աստծուն որպես կյանք ճանաչելու, որպես կյանք մեր մեջ ունենալու, որպես կյանք նրա հետ հաղորդ լինելու այս բանից մարդը խզված է, մեռած է։ Այսպես մենք ապրում ենք, մեր կյանքը ունենք մենք, բայց ճշմարիտ կյանքը, աստվածային կյանքը, Աստծու հետ մենք կապ չունենք։ Եվ սա տվել է մարդու կյանքում իր պտուղները, մահվան պտուղները։ Աստված ասել էր, որ այսպես կլինի։ Եվ հիմա մենք ոչ միայն էդի մեր մեջ կրում ենք, այլ դրա պտուղներն ենք տեսնում մեր մեջ։ Մենք ասենք մարդուն մենք այտենց լավ չենք ճանաչում, մենք ինքներս մեզ լավ չենք ճանաչում։ Ես որպեսզի կարողանամ ավելի պարզ ասեմ, օրինակ կբերեմ իմ կյանքում, որ եղել է, որ շփվել ու տեսել եմ։ Դելի եղբայրներ, քույրեր, մենք գրված է, որ մեր մեղքերով եւ հանցանքներով մեռած էինք։ Մեղքերը եւ հանցանքները անընդհատ մեր կյանքում լինում։ Ասում է, եթե մեկը ասի, որ մեղք չի գործել, նա ստախոս է, չէ՞։ Բայց էլի է բան ասում է, եթե մեկը ասի մեղք չունեմ, չէ՞։ Այսինքն մեկը գործելու մասին ասում, մեկը ինչ որ մի բան ներսում ունենալու մասին, երկու բան ասում է, ստախոս կանեզանի կա։ Այսինքն գործելը երևույթները, որ արվել է, հարևանի հավը գողացա, սրա վրա գոռացի, նրան նեղացրեցի, մարդ սպանեցի, սրանք այն գործերն են, մեղքերն են, որ դու արել ես, բայց մի հատ բան էլ կա, որ քո ներսում է, որն է պատճառը, որ դու այդ բաներն անում ես։ Ասում եմ, մեղք չունեմ, մեղքի մասին է խոսում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված ողորմություն անի, որ մենք կարողանանք իր խոսքի համեմատ այս բաները հասկանանք։ Եվ դուք ոնց եք կարծում, ասենք, ենթադրենք ես այնքան եմ պարտք ինչ որ մեկին, որ այդ պարտքը կյանքում չեմ կարա տամ, ես հասկանում եւ գնահատում եմ այդ բանը, որ իրոք չեմ կարա տամ այդ պարտքը։ Եվ այդ պարտքը, ասենք, ընեցա, որ տունս էլ ծախեմ, ավտո, ես շատ ինչ որ ունեմ, ես ու երեխեքս էլ գնանք ստրուկ դառնանք, սաղ կյանքս ծառայենք, էլի չենք կարա պրծնենք այդ պարտքից։ Դուք ոնց եք կարծում, մենք ես այդ պարտկատիրոջ, ասենք, տան մոտով կուզենամ անցնեմ, կարող եմ միամիտ հանկարծ դուրս գա ինձի տենա, չէ՞, որ տենա ինչից պետք է խոսանք, կամ ես ինչ պետք է զգամ, չէ՞։ Վայ, պետք է ասեմ պարտքս, վայ, ոնց անեմ, որ իր երեսից փախնեմ, ոնց անեմ, որ երեսը չտենամ, անգամ իր մասին հիշելը, ասենք, պարկել եմ քնելու։ Մեկ էլ հրես
հիշեցի այդ մարդուն, որին պարտքեմ, իմ մեջ ինչ առաջանում, վախ, անորոշություն, թաքնվելու ցանկություն, չէ՞, այդպես է թե չէ, սիրելի եղբայրներ, քույրեր, բացի վախից և նրանից պահկվելու ցանկությունից ուրիշ բան չի առաջանում իմ մեջ, որովհետև ես հստակ գիտեմ, որ պարտք եմ սա մեկ և հստակ գիտեմ, որ այդ պարտքը չեմ կարող տամ, այդ էլ երկուս, ինձ ինչ է մնում է թաքուն տեղերով անցնեմ, մութ ժամանակ անցնեմ այդ մարդու տան մոտով, եթե իմ ճամփեն ստիպվածը տենց է, մարդը սկսում է խավարը սիրել, սիրելի եղբայրներ, քույրեր, սա այդ մահվան պտուղն է մեր մեջ, մենք խավարն ենք սիրել, որովհետև մեր գործերը չար են եղել, մենք չենք ուզեցել լույսին գանք, որովհետև ծածկվում է, մենք վճարելու անվճարունակությունը մեր և մեր այդ հանցանքի պարտամուրհակը մեզ համոզել են, որ խավարը սիրենք և մենք որպես ելք, որպես լուծում որոշել ենք, որ խավարը ավելի լավ է, մութա չի երևում էդի։ Եվ այս բանը մենք առաջի մարդու մեջ, մեր նախահարու մեջ տեսանք, ես մինչև բաց եմ բանանեմ, ուղղակի բարձրացանք հիշենք ուղղակի, Ադամին Աստված, երբ որ Ադամը արդեն մեղք էր գործել, Աստված կանչեց Ադամին, ասավ Ադամ ուր ես, էլի, որտեղ ես, իմ տեսադաշտում չես, որտեղ ես, Ադամը ասեց, պարտեզի մեջ ես քո ոտքերի ձայնը լսեցի, այսինքն որ գալիս ես, վախեցա, որովհետև մերկ էի և պահվեցի, տեսնում եք, վախեցավ և պահվեց, Ադամը արդեն լույսի ճանաչողությունը կորցրել էր, նա Աստծուն չէր ճանաչում, Աստծու հետ խզվել էր այդ կապը, մեղքը արդեն իրա մեջ էր, մահն էր, ինքը մեռել էր և իրա վարքը, որ նայենք ինչն էր, հենց որ լսում է, հենց որ հանդիպման բան է առաջանում, ինքը չի կարա, այդ իրա դեմ է խոսում այդ մեղքը, իրա մեղքի պարտամուրհակը իրա դեմ է և հրամաններով էլ հաստատված է, դա ճիշտ է, որ այդպես է, ինքը ելք է գտել իրան, վախեցել է և պահվել է ծառերի հետևը, և եթե հանկարծ անխուսափելի հանդիպում պետք է լիներ, ինքը իրա մերկությունը ծածկելու համար իրա որոշած թզենու տերևներով բան է կարել իրա վրա, որ իբրև թե ծածկի իրա մերկությունը, սա էլ մեր են արդարությունն է, որով մենք իբրև թե ուզում ենք ի վերջո կանգնենք Աստծու առաջ, սիրելի եղբայրներ, քույրեր, հիմա տեսեք, մարդու մեջ էսի արմատացածը և մենք երբեք չենք ուզում մեր պարտքատիրոջ երեսը տեսնել, անգամ նրա մասին լսել մի տեղից, հիշել, ուզում ենք մոռանանք, ամեն կերպ իրանից հեռու գտնվենք, պահկվենք իրանից, երբ որ Կայենը իր եղբորը սպանեց, Աստված կրկին Կայենին իր առջև բերեց, խոսաց իր հետ, և տեսեք, թե Կայենը ինչ է ասում Աստծուն, երբ որ Աստված հարցրեց Կայենին, եղբայրդ ուր է, Կայենն էլ ասեց, որ չգիտեմ, միթե ես իմ եղբորս պահապանն եմ, այսինքն սա ինչ է նշանակում էլի, ասում է չգիտեմ, միթե ես իր պահապանն եմ, այսինքն Կայենը ուզում էր ծածկեր այն ինչ որ ինքը արել է, որովհետև Աստծու առաջ ինչ պետք է պատասխան տա, չէ՞։ Ծածկելն է մարդու մեթոդը, ծածկի, վախենում է, ծածկում է կամ պահվում է, չի ուզում հանդիպում, և տեսեք թե ինչ է ասում, Կայենը ասեց Տիրոջը, իմ մեղքս, դե արդեն Աստված գիտի, չէ, ընդեղ հայտնեց, ես կարճ եմ կապում, երբ որ Կայենը տեսնում է, որ անխուսափելի է, ինքը չի կարող ծածկվի Աստծու երեսից, տեսեք ինչ է ասում, Կայենը ասեց Տիրոջը, իմ մեղքս թողություն գտնելու չափից ավելի մեծ է, ահա ինձ այսօր երկրի երեսեն վռնդեցիր ու ես երեսեդ պիտի պահվեմ, ես քո երեսիցդ ինչ պետք է անեմ, պետք է պահվեմ, ու երկրի մեջ աստանդական ու թափառական պիտի լամ, և պիտի լա, ով որ ինձ գտնի, զիս պիտի մերցնե, Տերը ասեց նրան, ուրեմն ով որ Կայենին սպանի, անկե յոթնապատիկ վրեժ առնվի,
Տերը նշան մը դրավ Կայենին, որպեսզի անիկա գտնող մեկը չմերցնե զանիկա։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Կայենը չէր տեսնում Աստծո իսկական էությունը։ Կայենը Աստծո ներկայության մեջ ինքը լարված էր զգում եւ ասեց Աստծուն, ասավ ես պիտի պահվեմ քո երեսից։ Եվ հանկարծ ով որ ինձի գտնի, քանի որ այդ մեղքին վրա է պիտի ինձի սպանի, Աստված անգամ իր գլխին, իր վրա նշան դրեց, որ իրան տեսնողը հանկարծ իրան բան չանի, որովհետեւ 7 նապատիկ ավելի մեծ բան պիտի, պատժի պիտի արժանանար Կայենին սպանողը։ Այսինքն Աստված արգելք դրեց Կայենի մեղքը պատժելու այդ գաղափարի առաջ Կայենին սպանելու, որ Կայենը հասկանա, լույսը տեսնի, բայց Կայենը ինչ արեց, ասում է Կայենը Տիրոջ առջևեն ելավ եւ Եդեմի արևելյան կողմը նայդ երկիրը բնակվեցավ։ Այսինքն ամեն դեպքում Կայենը Աստծո երեսից փախավ, ուրիշ տեղ գնաց բնակվեց։ Մենք էլ Աստծուն, երբ որ պետքա մոտենանք, սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ մեզ գալիս է ավետարանի լուրը, որ մենք Աստծուն դառնանք, մեր եւ մեր Աստծու մեջտեղ բաժանող մեղքը հայտնվում է հրամաններով հաստատված, պարտամուրհակը ընկնում է մեր առաջ։ Բա սրա հարցը ոնց պետք է լինի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ինչ է կարծում, ասենք ինչ պետք է լինի, որ հանկարծ ես այդ իմ պարտկատերի երեսը ուզենամ տենամ։ Հանկարծ մեկ էլ հելնեմ եթամ իրան ուղիղ իրանց տուն։ Ինչ պետք է լինի։ Ինչ է կատարվում մարդու կյանքում, որ այս բանը լինի։ Ասենք, պատկերացրեք մի օր մի բարի մարդ գալիս է մի հատ խաբար է բերում ինձի, լուր է տալիս, ասում է գիտես ինչ, այնում առաջ որ դու պարտք ես եւ մեղավոր ես, նա գիտես ինչպիսի մարդ է, ճանաչում ես իրան։ Դե չէ, ես այն գիտեմ, որ իրան պարտք եմ, հələ որ այդ գիտեմ, առայժմ այդքանը գիտեմ։ Ինձի տեղեկացնում է, ասում է, որ այդ մարդը, ում որ դու պարտք ես, ինքը քեզ անչափ շատ է սիրում։ Եվ այդ սաղ բաները մոռացել է ինքը։ Ներել է քեզ ու ջնջել է։ Յակա յա չկա այդ պարտքը։ Այն արդեն ոնց կլինի։ Չես հավատում, չէ՞։ Բայց քեզ ասում է նրա էությունից պետք է որ այդ խոսքը հասնի քո սրտին եւ ի վերջո դու երբ որ հավատացիր այդ մարդու ասած խոսքին, հավատացիր որ իրոք այդ մարդը այդպիսին է, ինչ կլինի քո հետ։ Դու կվազես դեպի իրան, որովհետև ինքը ներել է քո մեղքդ, քո հանցանքդ, ջնջել է քո բոլոր պարտքերդ եւ քեզ համար արդեն դու լուր ունես, որ ինքը քեզ ներել է, սիրել է, դու շատ սիրելի ես իր համար։ Եվ երբ որ այդ սիրո չափն է քո համար պարզ լինում, թե ինչքան շատ է սիրել եւ ինչպիսի սիրով է սիրել, այս բանը հատկապես այդ բանը, ոչ թե նա որ դու մի քանի բան այդ պարտքից կարող է պատահի որոշել ես հետ տաս, այլ այն անձի բացահայտումը քո համար, ով պարտկատերներ, այդ մարդու անձի բացահայտումը քո համար նշանակում է քո եւ իր միությունը, դու վազում ես իրան, եւ գնալով իհարկե, եթե այդ մարդը սիրում է, քեզ կընդունի, չէ՞ իր տուն։ Եվ քո վրա ինչը կգա, պարտքից ազատ լինելու ուրախությունը, բացի այդ էլի շատ բաներ, որի մասին ուզում եմ այսօր էլի խոսալ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ուրեմն այս բարի լուրը, ավետարանի լուրը սրա մասին է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սրա մասին է եւ Աստված սա է ասել առաքյալներին, որ քարոզեն։ Գիտեք ինչ է ասել, ասել է, որ կարդամ ես այդ տեղը, Գործք առաքելոցից 10-րդ գլխի մեջ կարդում եմ 10-րդ գլուխ 42-րդ խոսքը։ Եվ ինքը պատվիրեց մեզի, որ ժողովրդին քարոզենք եւ վկայություն տանք, թե անիկա է Աստուծմեզ սահմանված կենդանիների եւ մեռելների դատավորը։ Դատավորը նա է։ Անոր կվկայեն բոլոր մարգարեները
թե ամեն հավատացողները իր անունով մեղքերու թողություն պիտի գտնեն։ Ասմա սա է եղել, որ Աստված ղրգել է, որ մենք քարոզենք եւ վկայենք, որ Աստված է դատավորը եւ նրա մասին են վկայում բոլոր մարգարեները, թե որն է վկայության ութը, թե ամեն իրեն հավատացողները իր անունով մեղքերու թողություն պիտի գտնեն։ Իր անունով մեղքերի թողություն պիտի գտնեն ովքեր որ հավատացին իրան։ Հիմա ինձ այդ բարի լուրը եկել է, որ Աստված սիրել է ինձ, ներել է։ Եթե ես հավատամ, ինչ կանեմ, կվազեմ իրանց տուն։ Բայց եթե չհավատամ, իմ մեջ ինչ պիտի մնա, աշխատի, որ ես ինչ վարքով պիտի ապրեմ։ Այն որ միշտ սիրել եմ խավարը, չէ, ծածկեմ իմ մեղքս։ Իրա երեսից հեռու մնամ, պիտի ընտրեմ Կայենի ճանապարհը, Աստծո երեսից տեղափոխվեմ ուրիշ տեղ ապրեմ, որ այլևս իրան չտենամ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, շատ ճանապարհներ չկա, երկու ճանապարհ է։ Ասма կամ լույսը սիրում ես, կամ խավարն ես սիրում, չէ՞, կամ լույսը ատում ես։ Դատապարտությունը սրանում է ասма, որ լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին։ Հասկանում եք, Աստված ոչ թե մեզ դատելու այն բանի համար, որ մենք մեղավոր ենք եւ 10 հատ, 20 հատ, մեկն էլ կարող է 1 միլիոն հատ մեղք գործել, ոչ բոլորը մեղավոր են։ Բոլորը մեղավոր են եւ Աստծո փառքից ընկած, մեկը չկա որ աղեկություն անի, մեկը չկա որ Աստված փնտրի, Աստված է մեր ետևից ղրկել իր որդուն, որ որդին մեզի փրկի։ Երբ որ ինքը եկավ, իրան տեղ չտվին այս երկրի վրա, ծնվելուց ոչ մի տեղ, ոչ մի տան մեջ տեղ չտվին իրան, ինքը մսուրքի մեջ ծնվեց։ Խանձարուրով չփաթաթվեց, չէ, մենք նրան արհամարեցինք, ասում է, անարգեցինք, բայց նա մեր փրկության պատճառն էր, նա մեր փրկությունն էր։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված այդ խավարի մեջ լույս ծագեցրեց։ Այդ ինչ լույս է։ Քրիստոսով մենք հասկանում եւ ճանաչում ենք։ Քրիստոսով մենք լսում ենք եւ տեսնում ենք, թե ով է Աստված մեր համար։ Այո, մենք իր առջև պարտք ենք, բայց գիտեք մեր պարտքի համար Աստված ինչ է ասում։ Ասում է հրամաններով հաստատված պարտամուրհակը, որ մեզի դեմ էր, Քրիստոսը ինչ արեց։ Իր արյունով ջնջեց այդ պարտքամուրհակի վրի գրած այդ սաղ բաները, որ մենք պարտք ենք։ Մեջտեղից վերցրեց, այսինքն մեր եւ Աստծու մեջտեղ ընկած այդ պատնեշը, այդ պարտքի պարտքամուրհակը մեջտեղից հանեց մեր եւ Աստծու հարաբերությունները այլևս դա դեր չի խաղում, որովհետեւ Քրիստոս արյուն է թափել, իր վրա է վերցրել մեր պարտքը, մեր մեղքը։ Եվ ասում է ինչ արեց դրանից հետո, ջնջեց, մեջտեղից վերցրեց եւ խաչափայտին գամեց, խաչին գամեց։ Այսինքն երբ որ ես վախի մեջ գիշերը գալիս եմ քնելու չարչարված, բանարած, քունս չի տանում, բացում եմ պարտքամուրհակը, տենամ հələ ինչքան այլի պարտք կմնացել, տենամ հույս կա թե չէ։ Կարող եմ մի երկու հատ ինչ-որ բարի գործ եմ արել, մտածում եմ կարող է այդ պարտքից մի քանի բան ջնջված լինի, էլի։ Բայց մեկ անհույս է։ Ես ուզում եմ, ասենք իրիկունը եկել եմ, ուզում եմ նորից տենամ հələ այդ պարտքից ինչ մնաց, այդ պարտքը ինչքան բան է, հույս կա թե չկա, մեկ է տենում եմ չկա այդ պարտքամուրհակը, ուր է։ Երբ որ ման եմ գալիս, որպեսի գտնեմ թե ուր է, տեղը ասում է ավետարանը որտեղ է, խաչին է գամել Աստված։ Ես թեքվում եմ փնտրելու պարտքի պարտքամուրհակը, բայց հայացքս ուղղվում է խաչին եւ այնտեղ տեսնում եմ խաչալին, սիրելի եղբայրներ, քույրեր, որ մեր պարտքերը տվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք այնտեղ տեսնում ենք Աստծո որդուն, որ մեր փրկությունն է, Աստծո սերն ու ողորմությունը Քրիստոս Հիսուս անձով մեր համար բացահայտվում է եւ մենք սրա մասին ենք քարոզում, որով որ հավատա նրան թողություն կա Քրիստոսի արյունով։ Սիրելի եղբայրներ, քույրեր, հավատանք թե չհավատանք, հավատացող մարդիկ սիրում են լույսը, որովհետև այդ լույսի մեջ վտանգ չեն տեսնում, բայց չհավատացող մարդիկ
ովքեր ասում են իմ մեղքս թողություն գտնելու չափից մեծ է, նրանք չեն հավատում Քրիստոսի արյանը, այսինքն չեն հավատում, որ հնարավոր է տես բան, որ Աստված իր դեմ հելնող ապստամբ մարդուն ինձ, այդքան մեղավոր իր դեմ ելած, իրան խաչը հանած մարդուն կարա սիրի այնպես, որ ների, այս բանին չեն հավատում, սիրուն, Աստծո սիրուն չեն վստահում եւ հավատում, այն նրանք խավարն են սիրում, նրանք ուրիշ ելքել չունեն, պետք է խավարով ծածկեն, որովհետև իրանց գործերը չար են։ Ար դատապարտությունը սա է։ Աստված մեզ չի դատելու նրա համար, որ մենք ծնվել ենք մեղավոր եւ մեղքեր ենք գործել, որովհետև մեղավոր ենք եղել, ծնված։ Բնությամբ մեղավորներ ենք եղել։ Աստված, ասма սրանումն է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին։ Այդ ինչի՞ց է, որովհետև չհավատացին։ Որովհետև չհավատացին, որի համար առաքյալը գրում է կրկին, սիրելի եղբայրներ, քույրեր, ես Սուրբ գրքի ձևակերպմամբ ասեմ, անօրենի գալը սատանայի ազդեցությունով է բոլոր զորությունով եւ նշաններով ու սուտ հրաշքներով եւ կորսվածներու վրա անիրավության բոլոր խաբեությունով եղբայրն ասում էր, չէ, վերջին օրերի մասին, քանի որ անոնք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն, անոր համար Աստված ալ պիտի ղրկի անոնց զորավոր մոլորությունը, որ ստության հավատան, որպեսզի դատապարտվեն ամեն անոնք, որ չհավատացին ճշմարտության, հապա անօրինությանը հոժարեցան, չհավատացին ճշմարտությանը, անօրինությանը հոժարվեցին, ստեղ մարդու ընտրության խնդիրն է, սիրելի եղբայրներ, քույրեր, այսինքն մարդը ինչին հավատաց, տեսեք ասма, քանի որ նրանք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն, ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն, չհավատացին, որ Աստված այնպես է սիրել աշխարհը, մինչև որ իր ամենաթանկը տվել է, ախր ուրիշ բանում հարց չկա, Աստված չի բերել, ասենք, մեջքս ցավում է իմ, եւ ֆիզիկապես էլ թույլ եմ, չի բերել մի հատ 500 կիլոանոց շտանգա տվել ինձ ասել, եթե կարեցար բարձրացնես կփրկվես, չէ, Աստված գիտի, որ ես չեմ կարա բարձրացնեմ էդի։ Այսպես է նկարագրված, իբրև թե որ մենք եթե այդ բոլոր պարտքը չտանք, փոխարենը կրկնակի քառակի հատուցում չանենք, 0-0 չկանգնենք, մենք չենք կարա մտնենք երկնքի արքայություն։ Ոչ, սիրելի եղբայրներ, քույրեր, մարդը բնությամբ կարող չի արդար լինելու, նա արդեն ընկած է, այ արդարին Աստված ղրգեց, նա որ արդար էր մեր համար, մեր փոխարեն մեղավոր սեպվեց, որպեսզի մենք Աստծո արդարները լինենք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, գիտեք ինչ է, մենք որ շփոթվում ենք, փորձում ենք պարտքերը մարելով Աստծուն գանք, սրանով մենք անարգում ենք Քրիստոսի զոհը։ Սրանով մենք ոչ թե ասում ենք պետք չի Հիսուս, պետք չի քո արունով ջնջես այդ մեղքերը։ Պարտամուրհակը պետք չի մեր հարաբերությունների արանքից անես, ես լավ էլ իմ պարտքերս կտամ։ Մենք չենք սիրում ողորմությունը Աստծո։ Մենք ուզում ենք մեդալը ստանանք պարտքերը տալու համար։ Մենք ուզում ենք վաստակենք խաղաղություն, բայց ասում է ամեն բաները նրանով են, որ մեզ հաշտեցրեց իր հետ իր որդի Հիսուս Քրիստոսի մահվամբ, նրանով է եղել այս բանը, բայց դու ուզում ես դու լինես հեղինակը, դու ասես պետք չի այդ պարտամուրհակը դու ջնջես, պետք չի մեջտեղից վերցնես, թող մնա, ես քիչ-քիչ հեսա մարում եմ, առաջընթաց կա իմ կյանքում հոգևոր, ճակերտավոր իհարկե էլի, եւ պետք չի խաչապայտին գամես, ես հեսա այդ պարտամուրհակի հարցերը կլուծեմ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սրանով մենք ընկած ենք Քրիստոսից, եթե ուզում ենք այսպես արդարանալ։ Եվ ասում է, որ ճշմարտության սերը չընդունեցին, որպեսզի փրկվեն։ Նրանք չհավատացին Աստծո սիրուն, որ միակ պատճառն է եղել մեր փրկության, եւ Քրիստոսին, որ մեր կյանքն է, մեր փրկության միակ պատճառն է Աստծուց ղրկված։ Թող Աստված փառավորվի, սիրելի եղբայրներ, քույրեր, ես մի փոքր էպիզոդ եմ ուզում պատմել, որ ասում էի մի դեպք եմ պատմելու։ Ուրեմն մեր շրջապատում ունես մեր մտերիմներից մեկը իր երեխեն
ջահել երեխայերը նենց մեծ պարտքեր էր արել։ Պարտքը պարտքի վրա ավելացրել էր, վարկեր, չգիտեմ, վերջը սենց խորացել, խրվել էր, անելանելի վիճակ էր։ Շատ պարտքեր ուներ եւ նենց եղավ, որ ծնողը իմացավ, իր հերը իմացավ։ Վերջը մենք բոլորս ոնց որ սաղ բարեկամներով, իր ծնողները, իր հարազատները, ընկերները, վերջը բոլորով միացանք, սենց ինչ կարեցինք, այն անհնարինը արեցինք, այդ պարտքերը բանարենք, տվեցինք։ Վերջը իր հերը ասավ, այդ սաղ իմ վրա է, իր հետ էլ գործ չունեք, ես եմ այդ սաղ տալու, այդ սաղ մարդկանց պարտկատերերի հետ սկսեց հերը խոսալ, հերը պայմանավորվել, մարեց, փագեց, պրծավ, ասեցինք փառք Աստծու, պրծանք, ու մեկ էլ մի քանի ամիս հետո պարզվեց, որ դրա կեսի չափ էլ ինչ-որ էլի պարտք կա։ Էս ինչ էր այ բալաջան, ուղղակի չէր ասել, դե էլի բաներ, որ վերջը, հիմի էդ էլ սկսեցին մարել, հետո գիտեք ինչա պարզվում, ասենք, այդ պարտքը, որ դու ունես, ասենք, ենթադրենք ես մեղքեր եմ գործել, 10 հատ, 20 հատ, 100 հատ, այդ ինչ-որ մեկը վերցրեց իրա վրա, ջնջեց այդ սաղ բաները, բայց ախր այդ մարդը պարտք վերցնելու բնավորություն ունի իր մեջ, բնավորությունը գիտեք, չէ, բնությանը հատուկ ինչ-որ մի հատ բան, բնությանը հատուկ բան, բալավ այդ բնությանը հատուկ բանը անընդհատ իր մեջ աշխատում է, ինքը էլի որ պետք է գնա աշխատի, ասենք 10 դրամ ունի, 10 դրամի մի հատ բան առնի ուտի, ինքը տենց չի անում, ինքը գնում է մեկին ֆրսնում, մեկին խափում, մեկից ես իմ ինչքան փող վերցնում, տոկոսով բանանում, ընկնում էլի կրակի մեջ, այդ մարդու մեջ կա պարտք անելու այդ բանը, և ինքը անընդհատ ընկնում էր այս բանի մեջ, այսինքն են, որ մենք սենց պայքարեցինք, հասանք, բերեցինք մի հատ զրոյացրինք, ասինք մալադեց մեզի, հետո ասինք փառք Աստծու, պրծանք խնդրից, բայց խնդիրը պարզվում է ավելի խորն է, սիրելի եղբայրներ, քույրեր, խնդիրը պարտքը, պարտկատերերը պահանջում են, բայց մենակ այդ խնդիրը չի, հիշում եք այս խոսքը սկզբում, որ ասեցինք, նա որ կասի, որ մեղ չի գործել, նա ստախոս է, գործել է, բայց որ ասի, որ մեղք չունեմ, այսինքն ներսում մի հատ բան կա, բնությանը հատուկ բան, նա ստախոս կանե նրան, այսինքն ներսում կա մի հատ մեղք, սիրելի եղբայրներ, քույրեր, բնությանը հատուկ բան կա, այ գիտեք ինչա, Աստված, ես շատ երկարացրեցի, բայց այս միտքը ավարտեմ և աղոթք կանենք, բացի նա, որ մենք պարտք ենք և ինչ-որ մեղքեր ենք գործել, մեր բնության հարցը կա, մեր ներսից կա այս բանը, Պողոս ասում է, ես տեսնում եմ մի հատ իմ ներսում օրենք, որ երբ որ ուզում եմ բարին անել, չարն է իմ մոտը, այսինքն Աստված ոչ միայն այս հարցն է մեր կյանքում լուծում, որ մենք մեզ այդ մեղքերի պարտքերից ազատում է, այլ նաև նա մեզ կյանքաշնորհում, ուրիշ կյանք, սիրելի եղբայրներ, քույրեր, ուրիշ բնության կյանք, ուրիշ ծագման կյանք, ոչ մեր կյանքը։ Աստված մեզ հաղորդ է անում իր բնությանը, իր որդու արդարությունը լինում է արդեն մերը, ինքը մերն է լինում, մենք իրանը, նա մեզ ներելով մեկացնում է իր հետ, ոչ միայն ներում է, այլ մեր կյանք հաշնորում, որովհետև եթե մեզ ներեն, այդ երեխու նման, հա ներել են, ես ներված է, եթե ես ի վերջո այդ ներման պրոցեսի մեջ չճանաչեմ Աստծուն, և նրա լույսը իմ մեջ ու նրա կյանքը իմ մեջ չգտնվի, ես մեկա նորից եմ անելու այդ բաները, նորից եմ ընկնելու պարտքի տակ։ Դրա համար Եփեսացիս թղթի մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր, այսպիսի բան կա մեր համար գրված, կարդամ ես այդ տեղը։ Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով, ինչպես մեզ անով, այսինքն Քրիստոսով աշխարհի սկզբեն առաջ ընտրեց, որպեսզի մենք
Սիրով սուրբ եւ անարատ ըլլանք իր առջև։ Սիրով սուրբ, անբիծ եւ անարատ լինենք իր առջև։ Առաջվանե Հիսուս Քրիստոսի ձեռքով մեզ իրեն որդեգիրը լալու սահմանեց իր կամքի հաճության պես, իր փառավոր շնորհքի գովության համար, որով մեզ զարդարեց սիրելիի ձեռքով, որով փրկություն ունենք մենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն իր շնորհքի ճոխության չափով, որ մեր վրա ավելցրեց իմաստությամբ եւ գիտությամբ, մեզի հայտնելով իր կամքի խորհուրդը իր հաճության պես, որ իր մեջ նախասահմանել էր։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ուրեմն Աստված, որ իր որդի Հիսուս Քրիստոսով ոչ միայն մեզ Աստծո առջև կանգնեցրել է սուրբ, անբիծ եւ անարատ, սա առաջի բանն է, որ Աստված արել է, մաքրել է, սրբել է, ներել է, պարտքերից ազատել է, կանգնեցրել է մեզ Աստծո առաջ սուրբ, անբիծ եւ անարատ, եւ շարունակում է, եւ ասում է եւ առաջվան է, այսինքն էլի առաջներից Հիսուս Քրիստոսի ձեռքով մեզ իրեն որդեգիր ըլլալու սահմանեց իր կամքի հաճության պես, այսինքն Աստված կամեցավ, որ ոչ թե մենք մենակ ինչ որ մաքուր արդարացված մեկը լինենք, այլ լինենք իր սերունդը, մեզ որդեգրեց Աստված։ Որդու մեջ ինչ կա հորից, սիրելի եղբայրներ, քույրեր, հոր կյանքը, մենք պետք է ուշադիր լինենք այս բանին, Աստված մեզ ներեց եւ կյանք շնորհեց, մենք մեր մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած էինք, ինքը մեզ ինչ արեց, կենդանացրեց, ինքը մեզ կյանք շնորհեց, թող իր անունը փառավորվի, սիրելի եղբայրներ, քույրեր, ամեն։